Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է։ Իսկ Մարիամն այս բոլոր բաները պահում էր և իր սրտում մտածում էր։ Ղուկաս 2:19։ Այս օրհնյալ կինը աստվածպաշտության էր վարժեցնում իր էության 3 ոլորտները՝ հիշողությունը, նա պահում էր այս բոլոր բաները, զգացմունքները, նա դրանք պահում էր իր սրտում, միտքը, նա մտածում էր։ Այսպիսով, նրա հիշողությունը, սիրտը և միտքը տարված էին այն բոլոր բաներով, որ նա լսել էր։ Սիրելի ընթերցող, մտապահիր այն, ինչ լսել ես Տեր Հիսուսի մասին և այն, ինչ նա արել է քեզ համար։ Քո սիրտը մանանայի ոսկե աման դարձրու, որպեսզի պահպանես այն երկնային հացի հիշատակը, որով անցյալում սնվել ես։ Թող քո հիշողությունը գանձի պես կուտակի Քրիստոսի մասին ամեն բան, որ դու երբևէ զգացել կամ իմացել կամ որին հավատացել ես, և հետո թող քո ամենախորը զգացմունքները պինդ բռնեն նրան հավիտյան։ Սիրիր քո Տիրոջը, բեր քո սրտի ալաբաստրե անոթը, անգամ եթե այն կոտրված է, և թող քո սիրուց բխած ողջ թանկարժեք յուղը հոսի նրա խոցված ոտքերի վրայով։ Թող քո միտքը վարժվի Տեր Հիսուսի մասին մտածելով։ Խորհիր կարդացածիդ շուրջ, մի բավարարվիր մակերեսային ընթերցանությամբ, սուզվիր խորքերը, ծիծեռնակի պես մի եղիր, որ թևով հպվում է ջրի երեսին, այլ ձկան պես, որ թափանցում է ջրի ամենացածր շերտերը։ Ժամանակ անցկացրու քո Տիրոջ հետ։ Թող նա քեզ համար ճամփորդի պես չլինի, որ գիշերակացի տեղ է որոնում, այլ բռնադատիր նրան ասելով. մնա մեզ հետ, որովհետև իրիկվա դեմ է և օրն իջել է։ Ղուկաս 24:29։ Ամուր բռնիր նրան և մի թող որ գնա։ Մեր տեքստում գործածված մտածել բառը նշանակում է կշռել։ Պատրաստիր արդարադատության կշեռքները։ Բայց որտե՞ղ են այն կշեռքները, որ կարող են Տեր Հիսուսին կշռել։ Ահա նա կղզիները մանր փոշու նման է վեր առնում։ Եսայի 40:15։ Բայց ով կարող է նրան վեր առնել։ Նա կշեռքով կշռում է սարերը։ Եսայի 40:12։ Բայց ինչ կշեռքով կարող ենք նրան չափել։ Եթե քո հասկացողությամբ չես կարող ըմբռնել նրան, թող քո սերը ճանաչի նրան։ Եվ եթե քո հոգին չի կարող ընկալել Տեր Հիսուսին սեփական բանականությամբ, թող այն գրկի նրան սիրո բազուկներով։